Քիչ առաջ դատախազության մոտ աջակցություն քաղբանտարկյանների ակցիեր, հիմա դատարան է շարժվում արդիկ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետ այս իշխանության այս հետապնդումները ինչ նպատակով են իրականացվում։ Ներկա իշխանությունը տեսնելով առաջին հերթին մեր սրբազան հայրերի հետևից գնացողների աջակցողների քանակը բազմականակ Ներողությունները զուտ զուգահեռ տեսնենք ներքին գործերի ոստիկանության մի զորք է ուղղակի ամբողջությամբ մեքենաները վստահության բերել է։ Ասածս դա է, հենց իրենք վախեցան սրբազան հայրերի, մեր հոգևոր հայրերի հետևից գնացող ժողովրդից, ու այսօր նրանց են ձերբակալել շինծ ու գործերով, որպեսզի ինչ ասեմ, լռեցնեն, բայց չեն լռի։ Ոնց որ իրենք չեն լռի, այնպես էլ մենք չենք լռելու։ Հանուն հայրենիք ունենալու։ Խոսում են բայց ժողովրդավարությունից, որ ժողովրդավարություն են բերել։ Մենք հիշենք, որ 2018 թվականից առաջ, երբ Նիկոլը գալու էր, փորձում էր գալ իշխանություն, ինչ խոստումներ էր տալիս։ Այդ խոստումներից ոչ մեկը չարեց, ավելի վատն արեց։ Հիմա ինչից որ խոսում են, օդա ինչ ասեմ, ինչ ասում են, սուտ են ասում։ Բացույց տվեց վերջին 7 տարին դա իշխանության։ Կարծում եք որոշ տեսան իրենք վախեր ունեն, անհանգստություններ ունեն։ Իհարկե վախեր ունեն։ Այս ձերբակալությունները հենց այդ վախի հետևանքն են։ Կամ ինչ այդ ինչի չէին ձերբակալում։ Բայց իրենք այս պարագայում նաև խոսում են այն մասին, որ խաղաղություն են բերել, խաղաղ պայմաններում են ապրում ենք, փորձում են այս ձև մանիպուլացնել նաև ժողովրդին, խնդրեմ։ Իրենց ասած խաղաղությունը վարդագույն ակնոցներ են, որ փորձում են հագցնել ժողովրդի աչքերին, բայց հենց այդ վարդագույն ակնոցներն աչքերից հանեն իրենց հավատացողները, կհասկանան, որ դե խաղաղության ոչ մի բան չկա։ Ինչ խաղաղություն, ոնց կարելի է Թուրքի հետ խաղաղություն պատկերացնել։ Դե ասում են նա ցորեն ենք բերել, 4-րդ կարգի ցորեն են բերել։ Չորրորդ կարգի ցորենը իրանց համար են բերել, իրենց աչքը լույս։ Մենք դրանից կա կոնդեկեր։ Ահա ինչ ասեցի, իհարկե, իրանց համար են բերել։ Իրենց աչքը լույս։ Այնքան անգրագետ է ասում խոզով, մեկա խոզով ուտում ամենք է լուտել։ Խոզով գիտի ժողովուրդներ է խոզ։ Իրենց աչքը լույս։ Ցորենը իրանց համար է բերել, թողուտային լավս կան։ Ես այդ օրվա ինձ հաս չեմ ուտում։ Կարծում եք, որ ժողովրդի մոտ արտացում կլինի ամեն դեպքում։ Ուզում եմ ասել, մենք հույս ունեմ, վերջերս շատերի աչքեր են բացվել, ու շատերն են նշանակել ժամանակին, շատերն են ասում, որ որտեղած ընտրել ենք սրան, շատերը նաև երկու անգամ են ընտրել, որոնք որ արդեն զղջացել են իրենց արած քայլի համար։ Հույս ունենանք, որ 2026-ին այլևս նման սխալ չեն անի։ Շնորհակալություն։